Գերմանական հեղինակավոր Շպիգել պարբերականի ուշադրության կենտրոնում Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման ազգային նախագիծն է։ Գերմանացի լրագրողն այցելել է Հայաստան, տեսել Քրիստոսի արձանը, բարձրացել հատիս լեռ, զրուցել նախագծի գաղափարի հեղինակ եւ իրականացնող Գագիկ Ծառուկյանի հետ, հետո միայն իր ընթերցողներին պատմել, թե ինչ է տեսել Հայաստանում եւ ինչ է կառուցվում այստեղ։ Պարբերականում լրագրողը գրում է, որ հատիսում նաեւ ճոպանուղի է կառուցվելու, որպեսզի ուխտավորներն ու զբոսաշրջիկները բարձրանան գագաթ։ Հուշարձանի տակ կլինի թանգարան, արձանի հարևանությամբ կկառուցվեն հյուրանոցներ, իսկ էկրանները կցուցադրեն Հիսուս Քրիստոսի կյանքը ծնունդից մինչև խաչելություն։ Հեղինակավոր լրատվամիջոցն այս առիթով գերմանացի ընթերցողին պատմել է նաև Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու մասին։ Գագիկ Ծառուկյանը լրատվամիջոցի հետ խոսել է կառույցի մասին։ Լավագույնը, ինչպես միշտ, ես եմ կառուցում։ Ծախսերի մասին նա չի խոսել։ Այդ հարցին ի պատասխան ասել է. «Ես չեմ խնայելու»։ Շպիգելի թղթակիցը Քրիստոսի արձանի մոտ տեսածի մասին պատմում է. Քանդակագործ Արմեն Սամվելյանը հենված է իր արվեստանոցի պատին։ Բացվում են դարպասները։ Գալիս է Ծառուկյանը։ Նա 69 տարեկան է։ Հաստ բազուկները խոսում են նրա մարզիկի անցյալի մասին։ Նա ամուր սեղմում է Սամվելյանի ձեռքը եւ քննող հայացք նետում Քրիստոսի արձանին։ Սպիտակ կոթողի վրա քերծվածքներ չկան։ Ծառուկյանը ժպտում է. «Մենք երկար պատմություն ունեցող ազգ ենք։ Ունենք ուժեղ սփյուռք։ Ժամանակն է, որ միավորվենք։ Մոտավոր հաշվարկով 7-ից 8 միլիոն հայ է ապրում արտերկրում։ Փարիզում, Լոս Անջելեսում, Բեյրութում, Հայաստանում մնացել է մոտ 3 միլիոն մարդ»։ Ծառուկյանը ձեռքը դնում է արձանի հսկայական ափի մեջ։ Այս հուշարձանը պետք է դառնա ազգային վերածննդի խորհրդանիշ։ Նրա դիմագծերում կա ինչ-որ հայկական բան։ Լրագրողը Արմեն Սամվելյանի արվեստանոցում արձանագրել է ինչպես են քաղաքացիները գնում տեսնելու արձանը։ Հրաշք է, հայտնություն է, փրկիչն է, վանկարկում են կանայք։ Իմ այցի պահին գյուղական դպրոցի մոտ 40 ուսուցիչներ էին այնտեղ։ Նրանք գրեթե 2 ժամ ճանապարհ էին անցել։ Երբ տեսա, իմ մեջ ինչ-որ բան լռեց, ասում է երիտասարդ ուսուցչուհին։ Մյուս կինը, 3 որդիների մայր, ճերմակ հսկայի առաջ կանգնած, զգուշորեն դիպչում է արձանին, աղոթելով ավագ որդու համար, որ բանակից առողջ վերադառնա տուն։ Շպիգելը գրում է. Գագիկ Ծառուկյանը Հիսուսի արձանի կառուցմանն աջակցելը համարում է հայրենասիրական պարտք։ Ըստ նրա, յուրաքանչյուրը պետք է մասնակցի շինարարությանը, իսկ մասնակցության համար գործիքակազմ կա, կամավորները կարող են գրանցվել առցանց ձևաչափով։ Հատուկ անդրադարձ կա նաև կամավորական աշխատանքներին։ Հարյուրավոր հայտնի հայեր արդեն արձագանքել են շինարարությանը մասնակցելու կոչին։ Սոցցանցերում շատ արագ տարածվում են տեսանյութեր, որտեղ օրինակ հայտնի երգիչը շաղախ է լցնում, իսկ դերասանուհին հանդիսավոր կերպով քար դնում։ Կազմակերպվում է հյուրասիրություն, երաժիշտները նվագում են հայկական ժողովրդական մեղեդիներ, իսկ ավարտին կամավորական աշխատանքներին մասնակցողները ստանում են հավաստագրեր։ Հեղինակավոր պարբերականի լրագրողն արձանագրել է. այս գլուխգործոցը շուտով պետք է գերազանցի Ռիո դե Ժանեյրոյի 30 մետր բարձրությամբ արձանին, դառնալով Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենամեծ արձանը։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։